Բարև ձեզ, դիտում եք հորիզոնի հերթական թողարկումը 27 օգոստոսի 5-շաբթի։ Տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։ Քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Փաշինյանն անդրադարձել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել է Հայաստան մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավերը ընդունել է։ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Քոչարյանը գիշեր հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց և նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը քննվել էր առանց նրա լրագրողների զրույցում ասել էր Քոչարյանի կրտսեր որդին Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ Լևոն Քոչարյանը տեղեկացրել էր մոտ 2 շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել էր սրտի ստենդավորում իրականացվել։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից, տեղափոխվել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Երկրորդ նախագահը մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինիս նկատմամբ սակայն խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Անկլավ-էքսկլավների հարցն ի վերջո դառնալու է մի սովորական հարց և երկու կողմերը նստելու են ու խնդիրները միասին լուծեն։ Այս մասին չափազրույցի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը արձագանքելով հարցին, թե ինչու այժմ չի խոսում անկլավների փոխանակման թեմայի մասին, միաժամանակ հիշեցնելով, որ ազգային ժողովում ելույթի ժամանակ Փաշինյանը Տիգրան անվանել է քյարքի։ Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդհանրապես ասել եմ քյարքի։ Ես ասել եմ քյարքի։ Արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Պատկանել, ես ինչ եմ ասել եմ, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Այս թվաբանության մեջ չեն մտնում անկլավները, 3 անկլավային տարածքները Ադրբեջանի, մեր էքսկլավային Արցվաշենը մտնում է։ Հիմա, եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չի, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, ուղղակի չէ, բայց անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Դուք շատ ճիշտ նշեցիք, ինչ ասացիք կոնֆլիկտի պոտենցիալը։ Ես ինչի եմ այս ամեն ինչը ասում, արժանանալով հարցը նորմալն է, արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության եւ հողատվության մասին պնդումներին, ձեր չընդդիմության կամ գուցե դուք տեքստերում գրում եք տենց։ Ինչի՞ եմ այս ամեն ինչը անում։ Մազոխիստ եմ։ Ոչ ես դա անում եմ հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Ես ազգային ժողովում էլ դա ասացի։ Ինչի՞ եմ ես դա անում, որովհետև ես նայում եմ, որ կան ուժեր ներքին եւ արտաքին, որ մտածում են ոնց փլուզեն այս հաստատված խաղաղությունը։ Եվ ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում եւ արվելու օգտագործել փլուզելու համար խաղաղությունը, էսկալացիա մտցնելու համար։ Ես կոպիտ կներեք այդ բանի բժշկական զուգահեռի համար, ես այդ թեմային ներվը հանում եմ, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել։ Ես չեմ հիմա քննարկում են արդեն, ես չեմ խոսել, որ մենք հիմա, ես ավելին ասեմ, Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին, բայց մենք ունենք ընդհանուր բանի խնդիր, սահմանազատման խնդիր, որովհետև եթե մենք այսօր չասենք քյարքի,
նշանակում է մենք ջերմուկի այդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջա գալիս սկզբում ով ինչ գրավել է, դե Իրանն է, դե գրավել ենք։ Նախ եւ երկրորդ դա կոնֆլիկտային սկզբունք է։ Հիմա երբ որ այս ներվը հանել ենք, իսկ իմ կարծիքով արդեն հանված է այդ ներվը։ Վերջ, այս թեման այլևս անկլավների, էքսկլավների թեման վերջին թեման էր։ Հիմա այլև ընդ որում ես այս թեմային անդրադարձել եմ նաև նախընտրական շրջանում։ Այս էլ է շատ կարևոր ներկայություն։ Այս այն վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղությունը փլուզելու պլանը, վերջ խաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա։ Սա այս հատվածով։ Հիմա գործնականի մասով այսօր երեք նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել։ Եվ առաջիկայում, բայց կա ֆունդամենտալ մի հատ կարևոր բան։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է վավերացված երկու երկրներում։ Հիմա անկլավների եւ սահմանազատման թեմաների հետ կապված մենք ունենք իրադրություններ, որ կարող ենք ճանապարհներից զրկվել։ Բոլորդ գիտեք։ Բայց հարգելի լրագրողներ, Ադրբեջանն էլ ունի տենց իրավիճակներ։ Մենք անդադ մեր դիրքից ենք նայում, մեզ թվում է թե այդ նույն խնդիրներից իրանք չունեն։ Իրանք էլ ունեն նման խնդիր։ Բնակարանների գներն աճել են, հյուսիս-հարավ ճանապարհի համար նոր ֆինանսավորում է կատարվել, համայնքային սուբվենցիոն մի շարք ծրագրեր են համաֆինանսավորվել։ Կառավարության այսօրվա նիստում այս եւ մի շարք այլ հարցեր են քննարկվել։ Հայաստանում տուն ձեռք բերելը ըստ վարչապետի դառնում է թրենդային, բայց այդ նույն շուկայում բնակարանների գները շարունակում են աճել։ Անդրադառնալով անշարժ գույքի շուկային Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ գնալով ավելի շատ մարդիկ բնակարան ձեռք բերելը դիտարկում են նաև որպես ներդրում։ Հիմա մեր անշարժ գույքի շուկան շատ ակտիվ է, ինչը երևում է նաև վիճակագրությունից, շինարարությունը, երկրորդային շուկան էլ է բավականին ակտիվ եւ կադաստրի կոմիտեի ղեկավարը ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մենք անշարժ գույքի հետ կապված 15000 ավել գործարքներ ունենք։ Նրանք, ովքեր ունեն սեփական անշարժ գույք, այս անշարժ գույքի գների աճը նրանց համար լավ նորություն է, որովհետև նրանք, ինչպես առիթ ունեցել եմ ասելու եւ քննադատության արժանանալու, իրենց տանը նստած ուղղակի հարստանում են։ Բնակարանների հասանելիության հարցը կառավարությունը փորձում է լուծել նաև պետական ծրագրերով։ Բնակարանային ապահովման ծրագրեր են իրականացվում սահմանամերձ բնակավայրերի, ուսուցիչների եւ պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների համար։ Առաջիկայում նախատեսվում է նաև բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր։ Միաժամանակ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Փաշինյանի խոսքով արդեն շուրջ 7000 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Բնակարանաշինության ակտիվության մասին վարչապետը ներկայացրել է նաև մեկ այլ համեմատություն։ 2025 թվականին Հայաստանում բնակարանաշինության ծավալները գերազանցել են անգամ խորհրդային Հայաստանի ամենաակտիվ տարվա 1986 թվականի ցուցանիշը։ Նույն ժամանակահատվածում ըստ Փաշինյանի աճել են նաև կապիտալ ներդրումները։ 2018 թվականից մինչև 2025 թվականը դրանց ծավալները գերազանցել են խորհրդային Հայաստանի 1981-ից 1988 թվականների ամենաակտիվ շրջանի ցուցանիշները։ Հուլիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ վարչապետը դրական է գնահատել։ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ 6% համախառն ներքին արդյունքի աճ։ Սա կարևոր արձանագրում է հետևյալով, որ 2021 թվականին մենք ստանձնելով կառավարումը օգոստոսին էլի մեր առաջ խնդիր դրեցինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովել եւ աներկբա եւ միանշանակ մենք 7%-ից ավել 7.9% միջինում 7.9% տնտեսական աճ ենք ապահովել։ Տնտեսական թեմաներից հետո կառավարությունն անցել է ֆինանսական որոշումներին։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային եւ ֆինանսական պարտավորությունների իրականացման համար գործադիրը 1 միլիարդ 174 միլիոն դրամ կհատկացնի։ Միաժամանակ 1 միլիարդ 255 միլիոն դրամ էլ կուղղվի 7 համայնքում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի։ Փաթեթում տարբեր համայնքային ծրագրեր են, այդ թվում Կապան քաղաքի ներքին հանդբնակավայրում խաղահրապարակի կառուցումը։ Մարզերի Փաշխվածությունը հետևյալն է՝ 2 ծրագիր Արմավիրի մարզում, 3 ծրագիր Գեղարքունիքի, 2 ծրագիր Լոռու մարզում, 1 ծրագիր Կոտայքի մարզում,
մեկ ծրագիր Վայոց ձորի մարզում։ Միաժամանակ ուզեմ ասել, որ այս հաստատումն էլ հետո արդեն 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում։ Այդ շատ կարևոր է, որ ներքին հանդի ժողովուրդը ասել են, խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Պարզա, որ սահմանազատում արված չի այնտեղ եւ այլն եւ այլն։ Այդ նշանակում է ներքին հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չէ, չունեն, չէ, մտավախություն։ Կառավարության օրակարգում տեղ էր գտել նաև Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների ծրագիրը։ Այն ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Անկախության 35-ամյակը չի կարող տոնվել միայն Երևանում, եւ մենք պետք է կարողանանք միջոցառումները պլանավորել այնպես, որպեսզի դա իսկապես դառնա իրադարձություն եւ տոն մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում եւ յուրաքանչյուր համայնքում։ Եվ հենց այս տրամաբանությամբ մենք պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկելու են թե հյուսիսը, թե հարավը, մասնավորապես մեր միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև 18-ին Վանաձորում, 19-ին Կապանում եւ սեպտեմբերի 20-ին Գյումրիում։ Հոբելյանական միջոցառումների շարքը կամփոփենք սեպտեմբերի 21-ին Երևանում Հանրապետության հրապարակում, եւ սա էլ խիստ խորհրդանշական է, որովհետեւ այս տարին նաեւ հոբելյանական է Հանրապետության հրապարակի համար։ Այս տարի մենք նշում ենք Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։ Շինարարական ծրագրերից ու հատկացումներից հետո վարչապետը խոսեց մեկ այլ ավելի երկարաժամկետ ներդրման կրթության մասին։ Վարչապետի գնահատմամբ այսօր պետք է հաշվի առնել, որ որոշ մասնագիտություններ մի քանի տարի անց կարող են այլևս նույն պահանջարկը չունենալ։ Որպես օրինակ նա նշեց, որ զարգացած երկրներում սանտեխնիկների եւ էլեկտրիկների ժամավճարները աճում են, եւ երիտասարդները սկսում են մտածել, արդյոք բուհական կրթությունը հարկավոր է, թե ոչ։ Էլեն Խուդոյան, Հորիզոն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարվածներ հասցրել Կիևի, Բորիսպոլի, Զապորոժիեի, Կրեմենչուկի եւ Կրիվոյ Ռոգի ռազմաարդյունաբերական համալիրներին, մետալուրգիական եւ նավթավերամշակման գործարաններին, ինչպես նաեւ լոգիստիկ կենտրոններին պատկանող օբյեկտներին։ Ըստ ռուսական կողմի հարձակման են ենթարկվել նաեւ Օդեսայի, Չեռնոմորսկի, Ռենիի նավահանգիստները։ Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են, որ Օդեսայի մարզի վրա հարձակումը տևել է 7 ժամ։ Վնասվել է 16 հարկանի բնակելի շենք, 2 ուսումնական հաստատություն, ինչպես նաև կենթակառուցվածքային այլ օբյեկտներ, տուժածների մասին տվյալներ չկան։ Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է, որ Շվեսկովսկի շրջանում վնասվել է մարզադպրոցի շենքը։ Ուկրաինական կողմը պատասխանել է խորքային հարվածներով։ Առավոտյան ռուսական օզոն առցանց հարթակը հայտնել է Օրենբուրգում եւ Ուֆայում տեղակայված պահեստների վրա ուկրաինական հարձակումների մասին։ Արևմտյան լրատվամիջոցները մեկնաբանել են կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդքլիֆի Մոսկվա կատարած այցը։ Պոլիտիկոն հայտնել է, որ հնարավոր է նա զգուշացրել է Ռուսաստանին ձեռնպա մնալ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցների վրա հարձակումից եւ քննարկումը կենտրոնացել է հակամարտության սրման անթույլատրելիության վրա, հատկապես Էստոնիային, Լատվիային եւ Լիտվային առնչվող հարցերում։ Ռադիոհարցազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հերքել է այն ենթադրությունները, թե Ռեդքլիֆը Մոսկվա էր մեկնել Պուտինին հորդորել չփորձարկել ՆԱՏՕ-ի վճռականությունը կամ չհարձակվել Միացյալ Թագավորության վրա, որը խոստացել է կրկնապատկել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Գրեթե 1500 մարդ, այդ թվում 800 օտարերկրացի անհետ կորած են համարվում Նեպալում եւ Չինաստանի Տիբետում տեղ ունեցած ծովանկի պատճառով։ Նեպալում տեղ ունեցած ավերի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 332-ի։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Կաթմանդուից մոտ 66 կիլոմետր հյուսիս սահմանի մոտ գրանցված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է ցելոֆային հոսք։ Անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանային անցակետ տանող բոլոր ճանապարհները ամբողջովին ավերված են։ Առանձին մուտքերով, բայց մեկ շենքում գտնվող երկու մշակութային կառույցի Գյումրիի տեխնիկային թատրոնի եւ երիտասարդական պալատի ապակեպատ ճակատային հատվածի 4 մետր բարձրության պատուհանները փոխել են։
Ընդհանուրին պատկանող գույքի նորացումը 3 տարի առաջ 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագիր է, որում ներառված է նաև երիտասարդական պալատի հիմնանորոգումը։ Հետաձգումների պատճառը նախագծայինից հասնում է մինչև քաղաքային կառավարման ձախողումների։ Կումայրի արգելոցին պատկանող շենքում է շինարարությունը, եւ սա ենթադրում է, որ նախագծով թե առանց դրա ձևափոխությունների գնալն արգելված է։ Մշակութային 2 հաստատություն է նույն տարածքում աշխատում, որոնց ներքին շենքային պայմաններից բացի վատ եւ վտանգավոր վիճակում գտնվում էին արտաքին ճակատային հատվածի բարձր ու լայն պատուհանները։ 10 տարի պահանջվեց, մինչև որ ճաքածու կոտրված ապակիներով պատուհանները քանդելու մասին սկսեցին մտածել։ 2023 թվականին սուբվենցիոն փաթեթում այն ներառվեց։ Ծրագիր հաստատվեց, բայց շինարարության ժամանակը հասավ միայն այս տարի։ Մոտ 1 ամիս է շինարարը 4 մետր բարձրության երկշերտ ապակիների առաջին շերտը փոխել։ Առաջին ապակիների շերտը արդեն իսկ շատ փոքրիկ հատված է մնացել, որ ավարտին հասցնեն, եւս երկրորդ շերտը պետք է ունենանք։ Շինարարությունը կազմակերպել է կապիտալ շինարարական կազմակերպությունը իր հոգացության տակ է ամբողջ process-ը, բայց եթե նաեւ պիտի նշեմ, որ ստուգումներ պարբերաբար լինում են, ինչը շատ կարևոր է։ Երկու մշակութային կառույցի համար ընդհանուր է շենքը, խնդիրները նույն է։ Մի տանիքի տակ են, որը վնասված էր, իսկ կիսաբաց պատուհանների պատճառով անձրևներից շինության ներսն է քայքայվել։ Տանիքը 3 տարի առաջ են նորոգել, նորից սուբվենցիոն ծրագրով։ Գործը տանիքից ապակիներին հասնելու համար տեխնիկային թատրոնն ու երիտասարդական պալատը հարկադրված էին սպասել 3 տարի։ Բացառիկ ճարտարապետական դիմագծով Աբովյան ճեմափողոցում գտնվող շինության արտաքին ապակիները սև են եւ հայելային։ Ճարտարապետ չեմ, բայց գաղափարապես հասկանում եմ, աչքս տեսնում է եւ որ պատմամշակութային փողոցում են գտնվում, հա, ապակիները խիստ ժամանակակից են իմ աչքին։ Ես կմտածեի ավելի կառույցներին համապատասխան, փողոցին համապատասխան, իր արժեքին համապատասխան, հա, որպես պատմամշակութային փողոց։ Կարծում եմ այլ կերպ կարելի էր գտնել, այլ մոտեցում կարելի էր գտնել։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Շինությունը քաղաքի սեփականությունն է, ոչ թե տնօրենների։ Եվ սա նախագիծը քննարկվել է քաղաքի քաղաքաշինական խորհրդի կողմից, որի մեջ մտնում են եւ ճարտարապետներ, եւ քաղաքաշինարարներ, եւ կոնստրուկտորներ, եւ ինչպես նաեւ մշակութային մասնագետներ։ Բայց այս խորհրդի քննարկումներին չեն մասնակցել երկու մշակութային կառույցների ղեկավարները։ Ապակիներից առաջ էլ տեխնիկայինում էլի շինարարություններ։ 2022 թվականին թատրոնի երկրորդ հարկում պատանի հանդիսատեսի համար նախատեսված դահլիճն ու սենյակներն էին վերանորոգում։ Որակի ու շին թերությունների մասին դժգոհությունների ֆոնին ընդունում հանձնում է կատարվել։ Տարբեր խնդիրներ մանրամասնորեն ներկայացվել է, բայց պատասխան գալիս էր, որ այդ չստորագրեիր։ Այո։ Դե բնական է հակադարձումը այն է, որ ստորագրվել է ժամանակին պարտավոր էինք ստորագրել։ Ենթակաբալառու կազմակերպություն կար, ինքը չկարողացավ որակապահովել, նաև ժամկետների խախտում եղավ, այդ պատճառով կիսատ մնաց այդ ծրագիրը։ Ջեռուցման, կոսմետիկ վերանորոգումների ու տեխնիկական այլ հարցեր տեխնիկային ու երիտ պալատը տարիներ շարունակ ինքնուրույն են լուծել իրենց միջոցներով կամ հովանավորների աջակցությամբ։ Թատրոնի տնօրենը եղած խնդիրների շարքից եւս մեկ անգամ ու դարձյալ առաջին հարկի մանկական ներկայացումների դահլիճի հիմնանորոգման հարցից է խոսում։ 1984 թվականից այն հիմնանորոգման չի ենթարկվել։ Ներկայացումներ խաղում են խոնավ ու մութ փոքրիկների համար անհարմար դահլիճում, որը նստարաններին համապատասխան աստիճանի թեքություն չունի, տեխնիկական այլ հնարավորությունները եւս բացակայում են։ Ասում ենք մտնենք հեքիաթի աշխարհ, բայց մտնում ենք կեղտոտ պատերի մեջ, հին, խունացած, փչացած, որովհետև 1984 թվականից մինչ այսօր որևէ բան այս հատվածում չի արվել։ Դահլիճը կարիք ունի թեքության, որովհետև երբ որ բալիկները նստում են, ծնողները որպես հանդիսատես նստում են, մեկը մյուսին թիկունքով խանգարում են։ Այդ թեքությունը պիտի ապահովել պատերի էսթետիկ տեսքը, նաև առաստաղը նախկինում երբ որ տանիքի հետ խնդիր ունեին կաթոցներ կար անձրևից, տանիքը առաստաղը բավականին փչացել է։ Դահլիճի հիմնանորոգումը սուբվենցիոն ծրագրում չէ։ Տնօրենը պատրաստվում է հայտ ներկայացնել հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում ընդգրկելու համար։ Կումայրի արգելոցին պատկանող շենքում կատարվել է նաև պատերի ջերմամեկուսացում։
ներսի ու դրսի աշխատանքները շատ են, որոնց մեծ մասը ծրագրում չկան, այդ թվում եւ բակի բարեկարգումը։ Շինարարությունը պետք է ավարտեն 6 ամսում առանց բարեկարգված բակի։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմիլիոսը եւս սպառված է թարմացված նորությունների, հետևեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube ալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։